Հայրիկյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված ձեր խոսքը կլսենք եւ այսպես 3-4 սրբազանին, Արշակ սրբազանին կալանավորեցի, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, երկամսյա կալանք։ Շնորհակալ եմ, որ այսօր եւս մեկ անգամ հնարավորություն ունեմ ձեր լրատվամիջոցի միջոցով հաղորդակցվել հայ մարդկանց հետ։ Արշակ սրբազանի մասին խոսելիս Միկրոֆոնը մի փոքր կմոտեցնեք ձեզ։ Արշակ սրբազանի հետ խոսելիս մի բան պիտի արձանագրենք։ Որքան ես տեղեկացած եմ, ինքը կալանավորված է 7 տարի առաջ կատարված ինչ-որ բանի համար։ Եթե ինչ-որ մեկը 7 տարի առաջ կատարել է մի բան եւ 7 տարի առաջ կատարած այդ գործողությունը հետևանքներ, անմիջական հետևանքներ չի ունեցել, այսինքն շարունակական բնույթ չի կրել, նշանակում է հանրության համար Արշակ սրբազանը որևէ վտանգ չի ներկայացնում։ Այս հարցի վերաբերյալ որևէ մեկը չի կարող ինձ հետ առարկել։ Այսինքն 7 տարի առաջ ինչ-որ բան է արել։ Օրինակ դուք 7 տարի առաջ կարող է ինչ-որ մի բան եք ասել։ Այսինքն սպասենք, որ կարող են ձեզ կալանավորել, ոչ թե գործ հարուցել։ Այսինքն եթե միայն ասեին, որ 7 տարի առաջ այսպեսի մի բան եղել, դուք դրանում մեղադրվում եք, բայց քանի որ դա շարունակական բնույթ չի կրել, դա կլիներ տրամաբանական։ Այդպեսի մոտեցումը ձեզ խնդրում ենք Հայաստանից չբացակայել, մինչև քննենք գործի մանրամասները։ Այդ դա կլիներ տրամաբանական։ Իսկ 7 տարի առաջ մի բան ես արել, որը ոչ մի զարգացում չի ունեցել, բայց մենք կարծում ենք, որ դու պիտի անմիջապես կալանավորվես, սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանը բռնապետություն դարձնելու հակված իշխանավորների հետ, որովհետև այդ իշխանավորներն են ասել, չէ, որ առանց իրենց կարգադրության որևէ բան չի կարող կատարվել, եթե որևէ մեկը համարձակվի իրենց ասածը չանել, ապա կստանան հեռախոսային հաղորդագրություն պաշտոնազուրկ լինելու մասին։ Դե պարզ է, որ դրանից առաջ իրենք բոլոր պաշտոնյաներին փորձում են դարձնել բարոյազուրկ, այսինքն զրկել նրանց տարրական արժանապատվությունից, ինչը փորձում են անել նաև մեր ազգի նկատմամբ։ Այլապես ինչպես կարող էր հեռախոսային հաղորդագրության պաշտոնից հեռացվածը համաձայնել մեկ այլ պաշտոն ստանձնել։ Այսինքն դրանք բարոյազուրկ, արժանապատվությունից զրկված մարդիկ են եւ ինչպես օրեր առաջ ասացի, իրենք նոր սրբապղծության նոր տիրույթ են մխրճվել։ Ազգադավություն, ծնողադավություն, հիմա նաեւ զավակադավություն։ Բոլոր այդ մարդիկ ուզում են իրենց զավակների մահը։ Կներեք, որ ես շեղվեցի մի փոքր, բայց ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որի մասին զգուշացրել եմ, որ Հայաստանը դառնա Բելոռուսիա, Ռուսաստան, Ադրբեջան իր հանրային հարաբերությունների արժե համակարգով եւ սա էլ վերածվի տեղական Լուկաշենկոյի կամ Ալիևի։ Իսկ եթե ամեն բան այդ ուղղությամբ է գնում, մանավանդ արժևում ինքը ուզում է հաղթական ընտրություններ կազմակերպել, ապա մենք բնականում պիտի համարենք սարսափելի երևույթները։ Սարսափելի է 4 arczepiskopos բանտերում ունենալը։ 4 այդպիսի բան ես չգիտեմ թե մեկ էլ երբ է եղել։ Այնպես որ իմ այդ նախազգուշացումը նուրբ հարցը այն բանի մասին, որ կարող է ձեզ էլ 7 տարի առաջ ասած մի որևէ խոսքի համար կալանավորել, դա իրականությանը շատ մոտ է, որովհետև համընդհանուր հետապնդումների միջավայրում ենք եւ այս բոլոր լրատվամիջոցները, որ դեռևս հաղորդումներ տալու հնարավորություն ունեն, բոլորը արդեն ստացել են իրենց նախազգուշացումը։ Եվ այս պայմաններում ես ավելի շատ զարմանում եմ հանրային գործիչների, քաղաքական գործիչների տկարամտության վրա, որ նրանք այդպես հանգիստ նայում են։ Ինչ որտեղ դա ինձ էլ է վերաբերում, որովհետև երբ ինձ այնպիսի պայմաններում դրեցին, որ ես վաղը կարող եմ լինել իրավազրկված մարդ,
Այնքան շատ սկսեցին կողքից ասել, որ դու չես հասկանում, որ գույքը հարկը չվճարելու դեպքում դու եւ այլն ենթարկվելու ես հետեւյալ նախ դատարան է փոխանցվելու հարկադիրը որոշում է ընդունվելու, հետո քո բոլոր հաշիվները փակվելու են, քո կենսաթոշակի 20%-ը գնալու է անհայտողությամբ, ի վերջո դու չես հասկանում, որ սա էլ քո նկատմամբ որդեգրված հատուկ հետապնդման ձև է։ Ես սկզբից ծիծաղում էի, ասում էի դեռ մնացել պակաս, որ ինձ ֆինանսապես փորձեն կոտրել, բայց հետո հասկանում եմ, որ այսինքն ես էլ եմ մի քիչ մակերեսային նայում կատարվող գործընթացներին։ Մի ամբողջ երկրամասի բնակչության ինքնորոշման իրավունքը ոտնահարելում հանցակից դարձած մարդը ինչպես կարող է դրանով ավարտել իր գործունեությունը։ Պարոն Հայրիկյան, մենք կգանք մյուս հարցերին, բայց տեսեք, կա նաև տեսակետ, որ դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով է լինելու եւ Վեհապար Հայրապետին այսպես հորդոր խնդրանք կա հանրության մեծ մասի կողմից, որպեսզի կարգալույց արվեն այն եպիսկոպոսները, սրբազանները, ովքեր հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին եւ ըստ էության նաև սրանով պայմանավորված մենք առաջին օրը տեսանք, որ եպիսկոպոսների թիվը ավելանում է, ովքեր իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Մայրաթորին եւ Վեհապար Հայրապետին, այս ամենով պայմանավորված իրենք դրա համար են գնացել նաև Արշակ Սրբազանի կալանքի տանելու, որպեսզի, այսպես ասենք, վախի մթնոլորտ ստեղծել։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Խոսքը միայն վախի մթնոլորտի մասին չէ, ես այդ հարցերում խորանալ չէի կամենա, դա իմ ոլորտը չէ, այսինքն ես քաղաքական գործիչ եմ, իսկ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հոգևոր ոլորտին, հայ առաքելական եկեղեցուն, բայց պիտի մի բան արձանագրեմ։ Պարտավոր է ցանկացած կառույց, պարտավոր է ինքնապաշտպանական գործողություններ դրսևորել իր կանոնակարգի համաձայն։ Վեհապար Հայրապետը կարող է անբեկանելիորեն կարգալույց անել բոլոր նրանց, ովքեր հայ առաքելական եկեղեցու միասնության դեմ ելույթներ են թույլ տալիս։ Դա այսօր նաև կազմակերպական իմաստով է շատ կարևոր դառնում։ Կրկնում եմ, չեմ համարձակվի խորհուրդ տալ Վեհապարին, անկեղծ ասած ես մի բան ինձ թույլ եմ տալիս, բայց դա վերաբերում է քրեական դատավարության ոլորտին, քանի որ Վեհապարի հետ հարաբերություններ ունեցել եմ, նույնիսկ ամենակարևոր հարցերն ենք մտերմիկ պայմաններում քննարկել։ Դրանից առաջ նաև Վազգեն Առաջինի հետ եմ շփումներ ունեցել եւ Գարեգին Առաջինի հետ, ուզում եմ ասել, ինձ հեռու չեմ պահել, բայց երբեք խորհուրդ տալու մակարդակով չէ, սակայն մի խորհուրդ ունեմ տալու եւ կտամ ոչ հրապարակավ մեր Վեհապարին այսօրվա, իսկ մյուսը հրապարակավ հիմա ասում եմ ինքը ուղղակի պարտավոր է թշնամու կողմն անցած հոգեվորականներին այլևս չհամարել թիմակից եւ այդ դեպքում եկեղեցական ժողովը աներողություն հոգեվոր բարձրագույն ատյանի ժողովը քվեակազմի հայերեն ասած քվորումի հարց չի ունենա եւ այդ ժողովը կկայանա, բայց մենք գործ ունենք այնպիսի սրբապիղծների հետ, ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս վարչապետ կոչվածին պղծություն են համարում, այսինքն համաձայնել են ինձ հետ եւ դա արդեն զանգվածային է դարձել եւ նրա մասին խոսելիս շատերն են ուղղակի ասում այս պղծությունը։ Ուրեմն այս պղծությունը ընդունակի ամեն քայլի, հետեւաբար պետք է ոչ թե նախահարցակ լինել, այլ լինել նախաձեռնող։ Անընդմեջ պաշտպանողական կեցվածքը միայն այն դեպքում է հասկանալի, երբ դու համարում ես, որ այդ մարդը կարող է սթափվել, եկեղեցի է գնում ապաշխարել, մեղքերի համար թողություն խնդրել եւ կանգնել ճիշտ ճանապարհին։ Սա որևէ այդպիսի բան իրեն թույլ չի տվել։ Տեսեք, խոսում է ժողովրդավարությունից, բայց իր երկրում արգելում է հայկական ժողովրդավարության հիմնադիր Պարույր Հայրիկյանի նախաձեռնությունների քննարկումը։ Այսինքն ոչ մի սրբություն չունի։ Միայն այդ բավական էր, որ ես նրա մասին խոսելիս միայն ասեի պիղծ։ Ասում են, որ աշխարհի ամենաբարձր արժեքը ժողովրդավարությունն է, բայց ժողովրդավարության ոլորտում համաշխարհային նշանակության նախաձեռնությունը փորձում են ամեն կերպ կոսկել տապալել։ Լսում եմ հաջորդ հարցը։ Ինչ ժողովրդավարության մասին է խոսքը 4 սրբազան կալանավորված, ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցները բանտերում, երկա 6 ամսից ավել կալանքի տակ էի պահում կնոջը Լիդիա Արուշանյանին։ Ես չգիտեմ, Մանթաշյանի ներողություն։ Ես նաև դրանք նկատի ունեմ ժողովրդավարության մասին խոսելիս, բայց խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ոչ այնքան իրավապաշտպան ոլորտին, իմ խոսքը, այլ ընդհանրապես
այս կներեք, որ ասում եմ մարդու, այս արարածի կեցվածքը ընդհանրապես արժեքների նկատմամբ։ Այո, Հայաստանը հավակնում է դառնալ բացասական երկիր եւ այստեղ մենք պիտի գործենք։ Եթե ձեզ մոտ այդ հարցը այնքան սուր դրված չէ, ապա ինձ մոտ որպես քաղաքական գործիչ շատ սուր է դրված եւ ես կարծում եմ, որ մենք այսպես հավատալով, որ ինքը ինչ որ բան կանի, գիտեք, կան մարդիկ, էլ եկեք հիմա մեզ չխաբենք։ Երեք պատահական փողոցում ինձ մոտեցել են մարդիկ, որոնցից երկուսը ասել են, որ խնդրում ենք ձեր փորձառությամբ, ձեր գիտելիքներով օգնեք Նիկոլ Փաշինյանին, ինքը ինչ որ բաներ չի հասկանում։ Ես ավելորդ համարեցի տեղում, ոտքի վրա ինչ որ բան բացատրել, բայց ակնհայտ է, չէ, որ այդ մարդուն ոչինչ պետք չի։ Իսկ երեք նույնպես անծանոթ քաղաքացուց մի բանաձև եմ ստացել, որը պիտի սարսափելի լինի որևէ քաղաքական գործի համար։ Տեսեք ինչ ասեց այդ մարդը։ Ասում է ինձ համար կան ԿՊ-ականներ եւ մարդիկ։ Ասեն ես մարդկությունը հայկական հանրությունը բաժանում եմ երկու մասի՝ ԿՊ-ականներ եւ մարդիկ։ Դա սարսափելի է։ Իմ մտքով այդպեսի ձևակերպում անել չեն անցել մտքովս, որովհետեւ ես ԿՊ-ականների մեջ էլ գիտեմ բավական թվով մոլորյալների, որոնք փորձում են ինչ որ արդարացումներ գտնել, բայց հասել են դրան, որ այդպեսի բանաձև են տալիս։ Այսինքն դուք արդեն մարդ չեք, եթե ԿՊ-ական եք։ Սա շատ խիստ վիրավորանք է, շատ խիստ մեղադրանք է, եւ ԿՊ-ականները պիտի մտածեն, թե ինչու են իրենք արժանանում այդպեսի գնահատականի։ Իդեպ ասեմ, որ ցավոք սրտի մենք լուրջ սխալներ ենք թույլ տալիս, հանրությունը նկատի ունեմ, ողջամիտ մարդիկ, օրինակ ես մասնակցում եմ մի կլոր սեղանի, լուրջ եմ մասնակցում եւ խմբագրակազմում եմ եւ կազմակերպական հանձնախմբում, ուրիշ կլոր սեղանների եմ մասնակցել, այս ամենը տեսնելով հանդերձ նրանք տրամադրված են ինչ-որ սպասելու, շատերը խոսում են ընտրությունների մասին, լավ, ի վերջո մենք մտախեղվածներ չենք, չէ, հոգեկան հիվանդ չենք տեսնում, որ այսպիսի մթնոլորտում չի կարող արդար ընտրություն լինել։ Մի բան հնարավոր է, իդեպ ասեմ, որ այդտեղ ես հիմա նոր չի, որ ասում եմ, կարող եք նշել որևէ այլ քաղաքական գործի անուն, որ լինելով հիմնական դեմքը ընդդիմության դաշտի, հանգիստ իր տեխնազությունը հանի հանուն ազգային միասնության։ Եթե կարող եք այդպեսի մի բան ասել, կոմենտներում գրեք, ես բերանս փակեմ, այս թեմայով այլևս չխոսեմ։ Բայց շատ մարդիկ ինձ մոտենում են ու ասում. դու 96 թվականին ցույց տվեցիր, թե ինչպես անհուսալի թվացող պայմաններում, թող Լևոն Տեր-Պետրոսյանը չնեղանա։ Բոլորովին չնեղանա, ինքը այն մարդն է, որ երբ Վազգեն Սարգսյանն ասաց 100%-ով էլ հաղթեիք, իշխանությունը չէինք տալու, չհեռացրեց Վազգեն Սարգսյանին պաշտոնից։ 96 թվականին ինքը դա կարող էր անել։ Երբ Վանո Սիրադեղյանն ասաց մեր դեմ խաղ չկա, մեկ է մենք ենք լինելու, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ թեթև քննադատություն թույլ չտվեց, այսինքն ինքը այդ մտածելակերպի աջակիցն էր, որովհետև վերաբերում էր իր իշխանությանը։ Բայց 96 թվականին ես տեսնելով, որ միայն միասնությունը կարող է փրկել եւ միասնության համար շատերը պատրաստ չեն, ասացի լավ, ես եմ հիմնական տեխնացուն, 91 թվականի երկրորդ նախագահական ընտրությունում երկրորդ մարտը ես եմ եղել, ես իմ տեխնացությունը հանում եմ։ Եկեք միայն թե միավորվենք, միասնաբար կասեցնենք այս բացասական զարգացումը, որովհետև հենց այդ մտայնությունը, որ մենք ենք որոշելու, դուք մարդիկ ոչինչ եք, բացասական էր։ Հիմա այսօր նույն իրավիճակն է, եւ ինչի ես պատմական ակնարկը կատարեցի, այսօր պետք է համախմբվել։ Եվ բոլորն ասում են համախմբվենք, իսկ ով է լինելու վարչապետի տեխնացուն։ Ու ոչ ոք չի ասում համախմբվենք, որպեսզի քաղաքացուն դարձնենք իսկապես երկրի տերը։ Հիմա ես դա ոչ միայն ասում եմ, այլ իմ անցյալի փորձառությունը վկայելով, առաջիկա օրերից սկսում եմ նոր գործընթաց, շատ հստակ գործընթաց միավորվելու։ Ոչ միայն, բայց ոչ թե ավելի ճիշտ, առաջիկա ընտրությունների համար, այլ միավորվելու այսօր գործելու համար։ Եթե մենք բոլորիս համար ապացուցված է, որ ունենք քրեական գործողության մեջ մեղադրվող վարչապետ, կոռուպցիոն հանցախումբ լինելու մեջ մեղադրվող խումբ, ապա ինչպես մենք կարող ենք հանգիստ գնալ ու քնել։ Չէ՞ որ հանցագործության մեջ մխրճված ինձ իր հանցագործության մասին, հանցավոր էության մասին վկայություններ տվող պետական պաշտոնյան կոռուպցիոն հանցագործը ենթակա է անմիջական ներգործության։ Էս ուր եք քնել։ Ես կոչով հանդես եկա, կարծեմ նաև այստեղից տվեցի հեռախոսահամարները, որ կամեցողները միանան, պատկերացնում եք, հաղորդումները դիտել է մոտ 20,000 մարդ, արձագանքել ընդամենը 500 հոգի։ Այս սարսափելի բան է։
Այսինքն իրենց ճակատագրին վերաբերող հարցում մարդիկ անտարբեր են, անհոգ են։ Սա կունենա նույն վերջաբանը, ինչ վերջաբան, որ ունեցավ նախկինում բոլշևիզմի հետ հույսեր կապող հայ մարդկանց, այն եկեք Կարսը հանձնենք, հետո հանձնենք Գյումրին, ի վերջո խաղաղություն է լինելու, այս ճանապարհը մենք անցել ենք, չէ՞։ Եվ այդ խաղաղության փոխարեն մենք տեսանք պետականության կործանում եւ այլն եւ այլն։ Եվ այսօր պարոն Հայրիկյան, ձեր կոչն կարծում եմ տեղին կլինի, մեր հայրենակիցները գնալու են Զվարթնոց օդանավակայան դիմավորելու Մարսելից վերադարձող վեհապահ հայրապետին, ով այնտեղ պատարագի ժամանակ եւս մեկ անգամ բարձրաձայնել է արցախայության իրավունքների մասին, մեր ռազմագերիների մասին, հայ ժողովրդի առջև այսօր կանգնած դժվարությունների մասին, հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին։ Խնդրեմ։ Ես ողջունում եմ, բնական եմ համարում այդ կեցվածքը, հանրությունը պիտի հասկանա, որ շատ դեպքերում իր կեցվածքը էականորեն կարող է ազդել զարգացումների վրա։ Իմ խոսքն էլ հիմնականում դրա մասին էր, որ չի կարելի անտարբեր լինել։ Ես իհարկե հասկանում եմ, որ ի վերջո այս բոլոր գործողությունները ուղղված են այն բանին, որ անմիջական ոտնձգություն կատարվի նաև վեհապարի նկատմամբ։ Եվ դա նշանակում է կոպիտ, սրբապիղծ մարդու, գիտեք, այն էլ սրբապիղծ մարդու կոպիտ միջամտություն իրեն չվերաբերող խնդիրներին։ Եթե քեզ հետաքրքրում է արդարությունը, պղծության գագաթ Նիկոլ Փաշինյան, ես քեզ շատ հստակ քրեական օրենսգրքի հոդվածներով նշել եմ, թե դու ինչ ծանր հանցագործություններ ես կատարել, չասես, թե դրանք չես լսել։ Գիտեմ ստախոս ես, բայց նորից մի ստիր, լսել ես եւ կատարել ես, դու լուծարել ես։ Հայկական պետությանը ավելի քան 200 միլիոն զուտ աշխատավարձի մասն են վերցնում, 200 միլիոն դրամի վնաս տված մասնագիտական հանձնաժողովը։ Այդ մարդիկ մեղավոր չեն, նրանք քո հանձնարարությունն են կատարել, այսինքն քո հանձնարարությամբ իրենց գործը չեն արել։ Հիմա քո վրա կա կոնկրետ մեղադրանք քո ոլորտի մասին։ Դու փոխանակ գնաս դատախազություն, ներկայանաս, ասես, այո, ես խախտել եմ։ Հիմա էլ տեսնում եք, պիտի լինի անպայման նորմատիվ իրավական ակտ, նախորդ իրավական ակտի անեացում, որպեսզի դու մասնագիտական հանձնաժողովը լուծարես։ Քո արդարադատության նախարարը ինձ ասում է, այդ մասնագիտական հանձնաժողովը լուծարված է, ինչ իրավունքով, Տիկին Գալյան։ Դու պիտի նշես, Տիկին Գալյան, թե ինչ փաստաթղթի հիման վրա, ինչ որոշման հիման վրա է օրենքում, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կատարվել, թե քնեցիք գիշերը եւ զարթեցիք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը լսեց, որ Հայրիկյանը իրեն մեղադրում է պետական միջոցները քամուն տալու մեջ, ասեց, այդ հանձնաժողովը լուծարեք, բայց դու արդեն կատարել ես հանցագործությունը։ Այսինքն քեզ հանցագործության մեջ մեղադրելու մասին իմ հայտարարությունները անհիմն չեն։ Դու մի հատ քեզնով զբաղվիր։ Եվ ընդհանրապես մեր իրավապահ մարմիններ, դուք չեք մտածում, վաղը դուք պատասխան եք տալու։ Բազում անգամներ հնչեցված է։ Գիտեք, սա այն դեպքը չի, որ շատ ավելի լուրջ հարցերի, շատ ավելի գերիների հարց, Արցախի ինքնորոշման իրավունքի հարց, քաղաքացիների նկատմամբ սկսված հարկային տերորի հարց, դրանք շատ լուրջ հարցեր են, բայց այստեղ ինքը խուսանավելու, այսինքն այլ մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն ունի։ Ես ներկայացրել եմ 16 քաղաքական ուժ տարբեր ժամանակներում տվել են քեզ փաստաթուղթ ամենակարևոր հարցի մասին։ Դու ընդամենը պարտավոր էիր քննարկել, նույնիսկ քննարկել, ասել ոչ։ Ասեիր, որ նա գրեիր, ես բթամիտ եմ, ձեր գրածները չեմ հասկանում, սա իմ քննարկման արդյունքն է։ Դու այդ չես արել։ Այսինքն սա անառարկելի է, դու չես քննարկել։ Արդեն քաղաքացիներն են բողոքներ գրում դատախազություն եւ ստանում պատասխան, որ վարույթ չեն կառուցել։ Գիտեք, լկտիվության չափը տեսեք։ Դատախազությունը չի ասում, ինչու քրեական վարույթ չեն հարուցել։ Պիտի գրեք, չէ՞ ինչու։ Մարդը մեղադրվում է իշխանության չարաշահման առաջին պահը կամ անփութության մեջ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան, դու այլ ոլորտի մասին որևէ խոսք ասելուց առաջ քո ոլորտում պիտի լինես անբասիր, այնպես որ այսօր քաղաքացիների պատրաստակամությունը գնալ եւ դիմավորել վեհապարին ոչ միայն հասկանալի, այլ նաեւ բնականon, որովհետեւ մենք մարդ ենք մեր հոգեվոր արժեքներով։ Սրբապիղծը մխրճվում է մեր հոգեվոր աշխարհ, մխրճվում է
Աստվածաշնչից կտորներ վկայակոչելով։ Աստվածաշնչում ասված է, ես դրա մասին խոսել եմ ու նորից կրկնեմ, հրապարակավ ես դու ասել, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, հրապարակավ 100 անգամ ստել ես, Աստվածաշնչում ասված է մի ստիր, ամեն անգամ պատարակների ժամանակ ասվում է, հպարտությունը մահացու մեղքն է, ամենածանր մեղքն է, դու հրապարակավ բազում անգամներ ստորացրել ես հայ մարդկանց նրանց կոչելով հպարտ քաղաքացիներ։ Հիմա դու ով ես, որ մխրճվում ես այդ ոլորտ, եւ ողջունում եմ բոլոր այն քաղաքացիներին, ավելին համարեք, որ ձեզ հետ եմ, ձեր կողքին եմ, կարող է իրապես էլ ձեր կողքին լինեմ, որ մենք ցույց տանք մեր վերաբերմունքով, որ այսպիսի պետական այսպիսի կեցվածքը համարում ենք անթույլատրելի, մեղմ ասած։ Հետո իհարկե ես բոլորի համար պատասխան եմ տալու, բայց եթե մենք ուշացնենք, այդ հետոին չենք հասնի, այդ հնարավորությունը չենք ունենա։ Եթե բոլորս նստենք ու մտածենք, որ վայ, ընտրություններում տունտունիկ կխաղանք Նիկոլի գծած կանոններով, մենք արդեն նախապատրաստում ենք մեր ձեռքով, նախապատրաստում ենք մեր վերջնական բելոռուսացումը, ադրբեջանացումը եւ այլն, դառնում ենք Հյուսիսկորեական հանրապետություն։ Ես եմ շնորհակալ։